Հայկական լեռնաշխարհի բույրերը, լեռնային մաքուր օդն ու բնության գրկում անցկացրած օրը մեկ վայրում։ Հուլիսի 4-ին Տավուշի մարզի Ենոքավանը կրկին դարձավ Հայբույս փառատոնի կենտրոնը, արդեն 10-րդ անգամ։ Հայբույսը տարիներ շարունակ ներկայացնում է Հայաստանի բուսական հարուստ աշխարհը, դեղաբույսերի կիրառման ավանդույթները եւ բնության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը։ Փառատոնի հիմնական նպատակն է բացահայտել հայկական խոտաբույսերի արժեքը եւ ցույց տալ, թե ինչպես կարելի է բնության բարիքները կիրառել առօրյայում, միաժամանակ նպաստելով դրանց պահպանությանը ապագա սերունդների համար։ Դեմս Հայբույս փառատոնը մտածել են, մշակել են, կազմակերպել են կինս, Իրինան, աղջիկս Գայանեն, մեկ էլ Աղայան Գայանեն։ Արդեն 10-րդ անգամ անցկացվում։ Այսօր տեսանք մեր մասնակիցների մեկը արդեն թորնուին էլ եկել փոքրիկ երեխա։ Միասին մեծանում ենք։ Պետք է ճանաչենք մեր երկրում գտնվող քարին, ծառին, բույսին, իմանանք ինչպես օգտագործենք, որ իրանք չվերանան, որ իրանք լավնանան, որ մեր միջավայրը գեղեցկանա, մաքրանա։ Ես ցանկանում եմ փառատոնի հետ կապված, ինչպես Շամշադինում կասեին, acknowledgements, շնորհակալությունները, եղտիկի խոսքերը հղել մեր խոշորացված համայնքապետին, Տավուշի մարզպետին, տարածքային կառավարման եւ գիտակցվածքների նախարարությանը, ողջ կազմին, նախարարի գլխավորությամբ, նախկին նախարարի գնելի Սանոսյան, էկոնոմիկայի նախարարությանը եւ նրա կազմի մեջ մտնող տուրիզմի պետական կոմիտեի ղեկավարությանը, հրազգային ժողովին եւ բոլոր պատկան կառույցների մարմիններին, որ մենք կարողանում ենք անցկացնել նման գեղեցիկ փառատոն հայ ընտանիքների համար, հայկական ընտանիքների համար։ Շնորհակալություն։ Փառատոնի ծրագիրը հագեցած էր բազմազան միջոցառումներով։ Այցելուները մասնակցեցին վարպետաց դասերի, լսեցին մասնագիտական դասախոսություններ, բացահայտեցին բույսերի օգտակար հատկությունները, ինչպես նաև պատրաստեցին լավաշով, հայկական խոտաբույսերով եւ տարբեր երկրներից բերված պանիրներով բրդուճ, օրը վերածելով հանգստի, նոր գիտելիքների եւ հետաքրքիր փորձառությունների համադրության։ Արդեն 8 տարի է Սարիգյուղում, սահմանամերձ գյուղ է, աճեցնում ենք հայկական սաֆրան։ Արտահանում ենք Շվեյցարիա եւ վաճառում ենք Հայաստանի տարբեր խանութներում։ Ներգրաված են կանայք գյուղի եւս տղամարդիկ, որովհետեւ տեխնիկա այլ է պետք ու արդեն 6 տարի է Եվրոպայում մենք հնչեցնում ենք հայկական զաֆրանը որպես բարձրորակ համեմունք։ Մեզ հրավիրել են համարյա ամենասկզբից, երբ որ մեր մարզն է մեկս մեկով, դա իմ բանաձևն է, որ հայերը միասին լինեն եւ մարզ եւ հանրապետական արտադրողները, այնպես որ շատ հաճելի միջավայր է։ Այսօր աշխատել եմ ժամը 6-ից դաշտում, սոխուկներ ենք անելուց եղել, իսկ ժամը 9-ից արդեն եկել ենք ֆեստիվալ։ Ենոքավանի կանաչ բացատում այսօրը հանդիպել էին Հայաստանի տարբեր մարզերից ժամանած մարդիկ, ընտանիքներ, երիտասարդներ, զբոսաշրջիկներ եւ բնության սիրահարներ։ Մեր հերթական ուսումնասիրական պլեներն է, ընկերներիս հետ եմ եկել ու ուսումնասիրում ենք բնությունը, լույսի ու ստվերի խաղը։ Տոնական մթնոլորտը երաժշտությունը լավ տրամադրում է ամեն ինչը ու շատ ավելի հավես է սենց նկարել է։ Առաջին անգամ ենք այստեղ ու առաջին անգամ իմացանք Հայբույս փառատոնի մասին, հետաքրքրեց, հետո ուսումնասիրենք անպայման։ Հայկական խոտաբույսերի աշխարհը բացահայտելու եւ բնության հետ նոր հիշողություններ ստեղծելու եւս մեկ հնարավորություն։ Այսպես ավարտվեց Հայբույս 2026-ի 10-րդ փառատոնը։